7-րդ հարցը։ Արդյոք միջավայրի եւ տեսանելի օբյեկտների երկրաչափական չափերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված հատուկ ստուդիայում կամ դեկորացիա տարածքում։ Սրա նպատակն էլ, որ հնարավոր է դերասանների օրինակ օգնությամբ նկարահանումը տեղի ունեցած լիներ, այնտեղ ինչ-որ այսպես պավիլյոն ստեղծեին, սերիալ նկարեին, կինոներ ինչպես են նկարում, փորձել են բոլոր հարցերի պատասխանները ստանալ, որ բոլոր անկյուններից ունենանք հնարավոր կեղծիք է, թե կեղծիք չի։ Հարցից պատասխանը. ներկայացված արտահանված ֆայլերի հիման վրա հնարավոր չէ կատարել հուսալի երկրաչափական գնահատում այն մասին, թե տեսարանը ստեղծվել է հատուկ նկարահանման համար կառուցված միջավայրում, ստուդիայում կամ դեկորացիա։ Սահմանափակ լուծաչափը սեղմում եւ մի շարք հատվածներում ակտիվ պատկերի փոքրացված տարածքը սահմանափակում են ճշգրիտ երկրաչափական չափումների հնարավորությունը, մասշտաբ, հողմային չափեր, խորքային հարաբերություններ։ Հետևաբար, ստուդիա դեկորացիա վարկածը չի կարող հաստատվել կամ բացառել զուտ երկրաչափական հիմքով։ Այս բոլոր հարցերին մյուս փորձագետներն էլ ըստ էության նման պատասխաններ են, բայց կան որոշակի տարբերություններ ըստ հավանաբար իրենց մասնագիտության խորացման։ Էլի տրված են տեխնիկական հիմքերը։ Հաջորդը, որ ուզում եմ ներկայացնեմ, Ռուսաստանի Դաշնության փորձաքննության եզրակացության էլի հարցերի պատասխանների հայերեն թարգմանությունն է եւ հետեւաբար նույն հարցերն են։ Արդյոք տեսագրությունում արձանագրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Ես հիմա քանի որ հարցերը կրկնվում են, հարցերը չեմ կարդա, միանգամից արագ ներկայացնեմ դրանց պատասխանները։ Պատասխան գոյություն ունեն ծանրակշիռ գիտատեխնիկական հիմքեր պնդելու, որ տեսագրությունում ներկայացված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները տեղի չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում այն տեսքով, ինչպես ներկայացված են։ Տրված է հիմնավորումները։ Երկրորդ հարցի պատասխանը, մասնավորապես այստեղ այոյով ասում հարցն նորից կարդամ։ Արդյոք տեսագրությունը ստեղծվել է արհեստական բանականության կամ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ։ Պատասխան՝ այո, տեսագրությունը պարունակում է նշանների համակցություն, որը վկայում է արհեստական բանականության տեխնոլոգիաների եւ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ ստեղծման մասին։ Էլի հիմնավորումները կան։ Արդյոք ձայնագրությունը ներառյալ խոսքային հատվածը ենթարկվել է փոփոխության, պատասխան՝ այո, ձայնային հոսքը ենթարկվել է էական վերամշակման կամ ամբողջական սինթեզի։ Արդյոք ձայնային միջավայրը պայմանները կամ տեխնիկական միջոցները փոխվել են, այո, ձայնային միջավայրը եւ տեխնիկական միջոցները չեն համապատասխանում հայտարարված բնօրինակ հեռախոսային նկարահանմանը։ Հիմա տեսեք շատ կարևոր հետաքրքիր հանգամանք էլ ասեմ, որը հետագայում պատասխաններում եւս կիրևա։ Տեսաձայնագրությունների ֆորմատը կամ մետատվյալներն այնպիսին էին, որ դրանք իբր կատարվել են հեռախոսով։ Այսինքն կեղծիքի մանիպուլյացիայի ծավալը այնքան մեծ էր, որ անգամ այդ ֆայլերի մեջ մետատվյալները խոսում էին այն մասին, որ իբր դա տեսանկարանում կատարվել է հեռախոսով։ Բայց խորքային վերլուծությունը ցույց տվեց, որ հեռախոսի եւ որևէ կենցաղային տեսախցիկ չէր կարող այդ չափերի եւ այդ լուծաչափի, իրենք այդպես են ասել, համապատասխան նկարահանում իրականացվել։ Այսինքն կեղծիքը անգամ ստեղից է սկսվել, որը ի դեպ կարելի է ուղղակի նկատել նաև ոչ փորձագետ լինելով։ Ընդ որում ասեմ, որ բոլոր փորձագետները իրենց երկրներում լիցենզավորված դատական փորձագետներ են, համապատասխան ոլորտի, որոնց նաև դիպլոմները, նրանց վկայականները, փաստաթղթերը ամբողջությամբ դրված են փորձաքննության եզրակացություններում, որոնք կլինեն հասանելի։ Տեսեք, Ռուսաստանին օրինակ կազմակերպություն է մի ամբողջ, որը տարբեր փորձաքննություններ է իրականացնում, Սերբիան ու Չեռնոգորիան իրենք անհատներ են, որոնք լիցենզավորված են պետության կողմից որպես փորձագետ դատական փորձաքննություն իրականացնելու համար։ Տարբեր պետություններում այդ բաները տարբեր են, հա, համակարգերը տարբեր են։ Այ օրինակ մեր քննչականը իր փորձաքննության շրջանակներում, ինչպես ասեցի, ինձ համար մի անհայտ անծանոթ մի փորձագետ է ներգրավել, մոտավորապես մեզ մոտ էլ կա դրա հնարավորությունը, բայց այնտեղ մենք մեր ընտրած փորձագետների դիպլոմներ կտեսնեք, մասնագիտացումներ կտեսնեք, ստաժներ կտեսնեք, նրա պետական լիցենզիաներ կտեսնեք, մի խոսքով այս ամբողջը հասանելի կլինի։ Պարունակում է արդյոք տեսագրությունը տեսա եւ կամ զայնային մոնտաժի հետքեր։ Այո, տեսագրությունը հանդիսանում է մոնտաժի, ռենդերինգի արդյունք։ Նույնականացման վերաբերյալ ոչ ներկայացված նյութերով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ, էլի հիմնավորումներով։ Երկրաչափական չափերի իմաստով փոփոխությունը ցույց տալիս է արդյոք երկրաչափական վերլուծությունը, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված միջավայրում։ Ուրեմն ըստ պատասխանի այո, վերլուծությունը վկայում է նյութի ստեղծման մասին նախապես կառուցված վիրտուալ միջավայրում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է հենց արհեստական բանականությամբ ստեղծված միջավայրի մասին, որ քանի որ այդ ամբողջ տեսագրությունը
իրականության մեջ ֆիզիկապես գոյություն չի ունեցել, հետևաբար այս փորձակնության համաձայն խոսվում է, որ դա վիրտուալ տարածություն է։ Գիտեք, չէ՞ որ նա վիրտուալ տարածություն է։ Կադրերով, արհեստական բանականություն կամ այլ ծրագրերով ստեղծված, դիզայնով ստեղծված տարածքների մասին է խոսում։ Եվ եզրակացություն վերջնական, ես Ռուսաստանի Դաշնության մասով համակողմանի վերլուծության հիման վրա մասնագետը հանգում է հետևյալ կատեգորիկ եզրակացությանը։ Ուսումնասիրված 5 ֆայլերը չեն հանդիսանում բնօրինակ տեսաձայնագրություն, ստեղծված գրանցող սարքով օբյեկտիվ իրականության պայմաններում։ Գրանցող սարք ասելով ռուսերեն մի քիչ ավելի վանադառել է իրանց գրածով նկատի ունի, որ անմիջապես տեսաձայնագրող սարքով, դրանք չեն ստեղծվել տեսաձայնագրող սարքով, կամերայով չեն, այսպես կամերաներով չեն նկարվել, կամ որևէ այլ կամերայով չի նկարվել։ Այս փաստերի համակցությունը թույլ է տալիս պնդել, որ բոլոր տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ եւ ենթարկվել հետագա մշակման, ասորորակ փաստագրական նկարանման տեսք տալու նպատակով։ Սա էլ շատ կարևոր հանգամանքներից մեկն է, որ ուզում եմ առանձնացնել։ Այսինքն սկզբից, երբ որ ստեղծվել է, եղել է ավելի բարձր որակի, եւ հետո որպեսզի տպավորություն թողնվի, թե տեսագրությունները իրականում վատ կամերայով կամ վատ որակի արված տեսագրություններ են, արհեստականորեն հնեցվել է կադրը։ Տեխնիկական մի քիչ երևի օգտագործեցի, ուղղակի հնեցում են արել կադրը, տենց են ասում։ Որակը գցել։ Որակազերկել են։ Սերբիայի փորձակնության եզրակացությունը էլի նույն հարցերն են, պատասխան առաջին հարցի։ Ներկայացված ֆայլերի եւ հասանելի մետատվյալների քննության հիման վրա հնարավոր է հիմնավորված պնդումանը, որ տեսագրություններում ցուցադրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Մետատվյալները ցույց են տալիս, որ ֆայլերը ներկայացված տեսքով կոդավորված ստեղծված են Apple iOS միջավայրում։ Սա հենց այն մասին է, ինչի մասին խոսում է։ Տվյալները ցույց են տալիս, թե իբր դա Apple-ով է նկարած, հա, Apple հեռախոսներով է նկարած։ Քանի որ տեսագրությունները իրական չեն, այսինքն չեն նկարահանվել տեսախցիկով, առկա է հիմնավոր պնդում, որ դրանք փոփոխվել կամ արհեստականորեն ստեղծվել են համակարգչային ծրագրային ապահովմամբ, ներառյալ հնարավոր է նաև արհեստական բանականության կիրառմամբ աշխատող ծրագրերով։ Հաջորդ հարցին պատասխան. առկա են բավարար տվյալներ պնդելու համար, որ տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված մասնագիտացված ծրագրի կիրառմամբ, չնայած Core Media Audio-Video մետատվյալները ցույց են տալիս Apple iOS-ի միջավայրում կոդավորում, արտահանում, դա ինքնին չի ապացուցում բովանդակության ստեղծման իրական մեթոդը, այսինքն տեսախցիկային նկարանում, մշակում, վերակառուցում կամ գեներացում։ Հետևաբար, առկա է բավարար հիմք եզրակացնելու, որ նյութը ստեղծվել կամ փոփոխվել են մասնագիտացված ծրագրով, ներառյալ արհեստական բանականության վրա հիմնված գործիքներով։ Հաջորդ հարցին. Մետատվյալները ցույց են տալիս, որ քննության ենթարկված MP4 ֆայլերը կոդավորված ստեղծված են Apple iOS միջավայրում, ինչը կարող է համապատասխանել ֆայլերի արտահանման կամ վերակոդավորման պահին։ Տեսաձայնային սինխրոնիզացիայի նախնական վերլուծության ընթացքում ձայնային էներգիայի եւ կադրային շարժման 25 կադրվարկյան հարաբերակցությամբ հայտնաբերվել են մոտավորապես -0.20 վայրկյան, այսինքն 200 միլիվայրկյան, այսինքն շուրջ 5 կադր շեղումներ, որտեղ ձայնային ազդանշանը նախորդում է պատկերին։ Սա թույլ է տալիս հիմնավորված պնդում անել, որ ձայնային բովանդակությունը փոփոխվել է, թեպետ հնարավոր պատճառները կարող են ներառել նաև արտահանում, վերակոդավորում, ծրագրային մշակում կամ դեկոդերի ուշացում։ Տվյալների համակցված վերլուծությունը բավարար հիմք է տալիս պնդելու, որ ձայնագրությունները նախկինում ենթարկվել են մշակման, վերաձայնագրման կամ փոփոխության։ Հաջորդ հարցը, արդյոք ձայնային միջավայրի պայմանները կամ տեսաձայնագրության միջոցները չեն փոփոխվել։ Հաշվի առնելով, որ այս հարցը կապված է նախորդ երրորդ հարցի պատասխանից, որն արդեն նշեցի, եւ կարող է այլ լինել նախորդ եզրակացության տարբեր լինելու դեպքում, ներկայիս հարցի պատասխանը ամբողջությամբ համընկնում է նախորդ հարցի պատասխանին։ Արդյոք տեսագրությունները պարունակում են տեսա եւ կամ ձայնային մոնտաժի հետքեր։ Ամբողջ ֆայլը հանդիսանում է վերակոդավորման արդյունք, ըստ պատասխանի։ Սա հաստատվում է MP4 կոնտեյների կառուցվածքով, այնտեղ իր FFmpeg, որը չի համապատասխանում տեսախցիկով ստեղծված բնօրինակ ֆայլերի կառուցվածքին։ Քողարկված շերտի, այսինքն կադրի արհեստական աղոտացում եւ աղմուկ, այսինքն քողարկված շերտի կիրառումը եւս դասակարգվում է որպես դիտավորյալ խմբագրում բովանդակության ստեղծման հետքերը թաքցնելու նպատակով։ Հաջորդ հարցը. տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի եւ սահմանափակ լուսաչափի են, ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։
Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված եւ ցածր լուսաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։ Արդյոք տեսագրությունները վկայում են նախապես կառուցված ստուդիայի կամ դեկորացիայի միջավայրում նկարահանման մասին։ Պատասխան. տեսագրությունների տեխնիկական բնութագրերը, ելի այդ չափերն են տված, օբյեկտիվորեն նվազեցնում են ճշգրիտ երկրաչափական վերլուծություն իրականացնելու հնարավորությունը, մասշտաբ, հեռանկարային հարաբերություն, հողմային չափեր, խորքային հարաբերություններ, հատկապես այն դեպքում, երբ կադրերում բացակայում են հայտնի չափերով հուսալի հողմային օբյեկտներ։ Բացի այդ, մետատվյալները ցույց են տալիս արտահանում վերակոդավորում, ինչը կարող է ազդել տեսողական եւ տարածական ցուցիչների վրա, այսինքն սրություն, աղավաղումներ, արհեստական հետքեր։ Սրանք են հիմնական պատասխանները, որոնք ստացվել են նշված 3 միջազգային փորձաքննությունների արդյունքներում։ Այս մասով ես ուզում եմ